Փառաբանենք Տիրոջ անունը, փառք Տիրոջը, որ մենք այսօր ներկայ ենք։ Բացը ողորմությունը ոչ մեկը չէր կարող այստեղ ներկա լինել, եթե չլիներ իր ողորմությունը։ Տիրոջ անունը փառաբանենք։ Ես կկարդամ ռուսերեն, բայց մենք հայերենով այդ խոսքի վրա խորանանք ու խոսենք։ Ունեմ վկայություն Աստծո փառաբանության համար մեծացնենք մեր Տիրոջ անունը, որովհետև ամեն փառք իրան է, առանց իրա ոչ մի բան չի կարող լինել։ Ես կկարդամ ու խոսենք այդ խոսքերը։ Иоанна 11 глава 23 стих до 26 стиха. Иисус говорит ей, воскреснет брат твой. Марфа сказал ему, знаю, что воскреснет в воскресенье в последний день. Иисус сказал, я есть воскресенье, жизнь, верующий во меня, если и умрет, оживет. И всякий живущий, верующий во меня и не умрет вовек, веришь ли всему? Արտիրոջը։ Դեր ինչ ասում, եթե մենք շատ անգամ խոսքի մեջ ենք, մենք ասում ենք կարող է եւ մենք չբժշկվենք, թե հոգեվոր թե մարմնավոր։ Դաժե կարամ ասեմ մարմնավոր հոգումար ինքան չեմ մտածում, ինչքան հոգեվոր։ Շատ մարդիկ կարան մարմնավոր բժշկեն, բայց հոգեվոր չբժշկվեն։ Շատ մարդիկ կարան ծնկի գան, աղոթքի, իրանց ծնկերը ասենք ծնկի են գալի Տիրոջ դեմը, բայց իրանց սրտով ծնկի չեն գալի Տիրոջ դեմ։ Իրանց սիրտը, իրանց ուշը միտքը ուրիշ տեղ է։ Ուզում են բժշկվեն, կարամ ասեմ անհավատ մարդն էլ կարա բժշկվի։ Եթե ինքը փառաբանում է ասում, ինքը իր սրտանց գալիս է իր օգտի համար, որ ինքը բժշկվի։ Ոչ թե հոգևոր, այլ մարմնավոր, բժշկեմ, Տերից բժշկի, Տերը ողորմություն անում է, բժշկում է։ Բայց ինքը Աստծո խոսքի մեջ չի մնում, ու ինքը փախնում Աստծո տնից գնում, ասում է, ես բժշկվեցի, ստեսություն ձեզ, ու եղբայրն ես գնացի։ Բայց ինքը չգիտի, ավելի վատը կգա իր գլխին, ավելի անգամ, մի 10 անգամ առավել եւ վատը կգա, որովհետեւ ինքը իր օգտի իր մարմնի համար է մտածում, բայց այսօր մենք ամեն մեկս մենք պետք է մտածենք մեր հոգևոր կյանքի համար։ Մենք մեր հագուստի համար մտածում ենք, մեր մեքենաների, տան համար, ուտելիքի, ամեն ինչի համար, մեր երեխաներին ամուսնացնենք, մարդու տանք, ամեն մեր հոգսերը մենք բերում ենք Տիրոջ դեմը, բայց ամենակարևորը մենք չենք բերում Տիրոջ դեմը։ Մենք չենք ասում, Տեր ջան, մեզ բժշկիր, մեր անհավատությունը բժշկիր, որ մենք Աստծո խոսքի մեջ մնանք մեր։ Ու դրա համար ես նա վկայություն կասեմ, թող Տիրոջ անունը փառաբանվի։ Երբ որ Աստված ինձ բժշկեց, ես դրա վրա շատ չէի ուրախանում, ես ուրախանում էի, որ Տիրոջ խոսքը գալիս է, որ Տիրոջ խոսքը բժշկում է, որ Տերը ինչ խոսք է տալի, Տերը կեսից իր գործը չի անում, եթե ինքը անում է իր գործը, ինքը մինչև վերջ անում։ Ու այդ ձևին կյանքի մեջ արեց, երբ որ ես մի 10 տարի էր ինձ մոտ ուռուցք էր առաջացել կողմից, շետավիդն ժելեզա, ասենք զոհ մեր հայրենով, երբ որ ինձ ասին, ես հետո էլա գնացի բժշկի ինձ ասին, ուռուցքը շատ մեծ է, պետք է ֆունկցիա անեն եւ ստուգենք, ասենք օպերացիայի ձևի պատրաստենք, ես գնացի ֆունկցիա արին, նայեցին, ասեց երկու շաբաթ հետո կգաս անալիզների հետևից, երբ որ եկա անալիզների հետևից Բուժքույր կաբինետը դուրը բաց էր, ինձ տեսավ մեզ ողբալով, նայեցի մերեսին, ասեց ներս արի, տենում եմ մենակ ես, ներս արի, ներս մտա, նայեց ինձ ասեց կներեք էլի, ասեց, պետք է ասեմ, ասեց, որովհետև տենում եմ, որ մենակ եք ստե, պետք է ձեզ ասեմ ձեր անալիզների ռեզուլտատը, ասի ասա լսում եմ, ասեց, շատ վատ է ձեր անալիզները, ասի լսում եմ, ասեց, ռակ շիտավիդնի ժելեզը պետք է, այսինքն նշանակում է, որ քո մահը շատ մոտիկ է, կյանքդ կարճ է։ Ու նայում եմ դեմքին, ես ինչ պետք է ասեմ։ Ես նայեցի իրան ինքից, ասի փառք Հիսուսի, ասի սլավա Բոգу։ Ասես դու հասկանում ես, ես քեզ ինչ եմ ասել։ Էդի շատ, ասենք, ապասնի հիվանդություն է։ Քո կյանքը կարճ է։ Ասի չէ, իմ կյանքը կարճ չի կարա լինի, որովհետև իմ արարիչը ինձ հետ է, ով որ ինձ ստեղծել է։ Ինքը իմ հետ է, իմ կյանքը ոնց կարա կարճ լինի։ Ես իր զավակն եմ։ Փառք ու պատիվ Հիսուս Քրիստոսին է։ Նայեց ինձ Ռոզ երկու շաբաթ առաջ եկել է խելքի գլխին մարդ է, ես անգամ իրան ասում դու կմեռնես, ինքն ինձ ասում է փառք Հիսուսին, ինչի համար, որովհետև ես իմ հույսը դրել եմ Տիրոջ վրա։ Ես իմ հույսը չդրել իմ աղբերների վրա, իմ քուրիկների, իմ հարազատների, իմ հույսը իմ Տիրոջ վրան է, ով որ ինձ արարել է։ Ինքն է իմ արարիչը։ Եթե iPhone-ը ստեղծել է, եթե մի մաս փչանա,
ով որ ստեղծել է կարա սարքել, թե չէ, կարա, չէ՞ կարծիքով։ Նմանապես մենք իր ձևի կառուցվածքն ենք, ինքն է մեզ ստեղծել։ Ու ինքը կարա մեզ բժշկի։ Մեր ամեն օրգան ինքը կարա այս որը որ փչացել է վերցի, մի հատ թազեր դնի տեղ։ Ու այդ իր համար անկարող բան իր համար չկա, որտեղ ինքը ամենակարող Աստված է։ Ու այդ մեքենայով հետ եմ գալի տինս ինձ զանգում է, ինքն էլ սպասում է անալիզներին, ասեց ինչ է լավ անալիզները տասի տվին։ Ասեց, բայց ինչ են ասել, ասել եմ, կյանքդ կարճ է, խեղճը հեռախոսը դեմ վատացավ, դե ինչ-որ կա է, բայց իմ մեջ խաղաղություն է, ասենք Սուրբ Հոգին իմ սիրտը խաղաղությունով լցրել է, ես ուրախությամբ, երգելով, ասում փառաբանելով մեքենայով գալիս եմ տուն։ Մերում սաղ իմացան, սաղ լացում են, այն վաղտում է 4 տղա, հետո մի հատ է ծնվավ, 5-րդ տղեն, Փարքիսսի, տիրոջ զավակները։ Երբ որ եկա, բոլորը արդեն գիտեն լսեն, սաղ հատ են իրանց զգում մեր քույր եղբայրները, ասենք համ հոգևոր, համ մարմնավոր քույր եղբայրները։ Անցավ որոշ ժամանակ, սաղ ասենք իմ հետ նենց են խոսում, գիտեն կյանքս կարճ է, սիրելով, գուրգուրելով, բայց իմ մեջ խաղաղություն էր։ Մի օր եկել եմ աղբորս մոտ գործի տեղը, ինձ արեց մեծամի 10 տարի, դենամ լացում, ասի խես լացում, ասես ոչ չլացեմ, իմ աղբերն ես, երեխեքդ մանդր։ Ասի շատ ես սիրում ինձ, ասեց հա, ասի մար աղոտ կա, ես ոչ իմ ապի չի։ Ասեց ես առավոտ շուտ հելել եմ, ասել եմ Հիսուս ինքը անհավատ էր, ասեց ասել եմ Հիսուս, իմ աղբորը բժշկի։ Տերը գործ ուներ իմ հետ, որ ինձանով մեր հարազատներին բերի ծնկի ու մենք 6 աղբեր ենք, իմ մեծ աղբերը Հիսուս Քրիստոսի մոտ է, ինքը եկեղեցու անդամ էր, Տիրոջ մոտ է, ես իմ 5 աղբերն ուներ, համարյա բոլորն էլ իրանց ընտանիքներով գալիս են Տիրոջ առջև, իրանց երեխեքով,